կատարում 2 հատ, 8 հարգանի են սարքում, այն գոտում, որտեղ որ կոյուղի չկա, որտեղ որ հորային սիստեմ է։ Այս հողատարածքները թանկ հողատարածքներ են, մարդիկ ահագին փողեր են տվել, եկել են իրանց տնամերձը քաղաքից դուրս սարքել են, որպեսզի իրանց կյանքը վայելեն։ Այս մարդիկ ինչ են անում, հա։ Եկել են ստեղ։ Հիմա ինչ է կատարվում, այս մարդիկ շինթույլտվություն են ստացել պարոն Բաբայանից, որը որ իր ձեռքով օրենք ունի, որ սա հորային քաղաքապետը Էդիկ Բաբայանից, մեր Աբովյանի քաղաքապետը։ Նայա շինթույլտվությունը ստորագրե։ Այս մարդը լիցենզիայով լավոսպն որոշել է, որ ստեղ պետք է լինի 2 հատ 8 հարգանի, բայց լավոսպը, երբ դու գիտեք ինչ ա գրել ստեղ, շինթույլտվությունը որ ընդունել են, կոյուղաջրերը հավաքվում են եւ անցնում են կողքի գործող կոյուղով։ Ուր ասте կոյուղի խնգերներ։ Կոյուղի տեսնում եք, սաղս հոր ունենք ստեղ։ 5 կիլոմետր հեռավորության վրա կա, որը շատ քիչ տարողականություն ունի։ Եթե կոյուղի կա, ստեղ, մենք քիչ ենք օգտվում այդ կոյուղուց, խնդրում եմ ասեք։ 2 հատ 8 հարգանու կոյուղները գնալու են մի հատ հորի մեջ, որ ամեն օր գան, ասենց քաշեն տանեն, այդ ջրերն էլ էթան մեր տների տակ, այս դրա հետևը իմ տունն է, մի հարգանի տուն, որը որ կադաստրը ասել է, ես դեմ եմ այս շինությանը։ Իսկ այս սպն, ինչ էր անունը, լավ, հա, որոշել է, որ ստեղ կարելի է դա կանգնի, տեսեք, 58 հատ ստորագրությունները, մարդկանց, այս բոլորի, որոնք էլ որ չկան, պարոն Բաբայանի սեղանի վրա, ինքը տվել է թույլտվություն, այս բոլոր ժողովրդի, այստեղ ագրած, հեն են, Իսկ գիտեք ում է պատկանում, ինչ առողջություն են հողկապակցած անձին։ Մենք դատարան ենք տվել այս գործերը, երկուսն էլ։ Հարգելի քաղաքացին կառուցապատողի ներկայացուցիչն է։ Այո, շատ լավ է անում։ Կառուցապատողը անում է իր գործը։ Մարդիկ շինթույլտվություն, մենք դեմ ենք շինթույլտվությանը, որը որ պետք է կասեցվի։ Այստեղ շենք է կառուցվում, ինչ խնդիրներ առաջանում, դուք դրա մասին խոսում։ Առաջի հերթին, որ ես մի հարգանի տուն ունեմ, իրանք հենց 6 մետր չկա, 8 հարգանի են սարքում։ Տարածությունը սկի դաժե կարելի է որ իրանք մի հատ մեծ սեփական տուն էլ սարքվեց, պետք է մենք իրար հետ նստեինք խոսալու։ Երբեք չեն եկել, չեն ասել, թե ինչ պետք է այստեղ կառուցվի։ 2 հատ 8 հարգանի է սարքվում, հանրային լսումներ չեն կայացրել։ Քաղաքապետարան։ Դեռ ասում են, Դու գուցե 12 կդառնա հետ։ Էդ էլ է ճիշտ։ Քաղաքապետարան, պարոն Բաբայան, մենք միջև շինթույլտվությունը ձեզ տվել ենք 58 հատ ստորագրություն։ 58 հատ ստորագրությունը վրան դու ասում ես, եթե քննությունը ասի ամեն ինչ նորմալ է, ես պետք է տամ, ուզում ասի, ես անզոր եմ մարդը։ Ու տվեց շինթույլտվությունը, բայց այդ 58 հոգին, որ ստորագրություն է տվել, ինքը հատ պատասխան չի տվել, մենք սպասում ենք, որ ինքը պետք է մեզ պատասխանի, բայց շինթույլտվությունը վրան եկել են սարքում են, արդեն ասում ենք ընկեր Բաբայան, բա մենք քիզ ենք սպասում, մեր բողոքն ինչ եղավ, ասում են շինթույլտվություն են տվել։ Նորից ենք բողոքում, նա ուղարկում ամեն դատարան, հիմա գնացել ենք դատարան։ Այդ լավ է, էլի ամեն անօրինական շինթույլտվություններ լավ ստորագրում է, մեծ գցում է կրակը, ինքը շատ լավ ստորագրում է փաստորեն։ Մեծ գցում է կրակը համ ծախսերի տակ, համ սենց բաների տակ, հետ չհասկացանք պարապենք, ես ինքս Հոլանդիայի բնակիչ եմ, բայց ստեղ ներդրող եմ, ես ստեղ ունեմ խնամքի տուն, ես համել գործարար կին եմ։ Ինչի պետք է ես գամ Հայաստան նման բաների հետևից ընկնեմ։ Այն տունը տեսնում եք Townhouse-ը։ 2 տարի ես Բաբայանների հետ կռիվ եմ տվել այն դրա համար։ Փաստորեն մենք 5 տարի քաղաքապետարաններից տուն չեն գալիս մեր շինարարության համար։ Իրանք ստորագրում են առանց հարցնելու։ Կողքի հարևանի հետ դուք երբևէ նստել եք, զրուցել եք, ինչ եք անելու։ Դուք մեր մարդկային իրավունքները խախտում եք, փողը դնում են ջեբները, բիզնես են անում մարդիկ մեր հաշվին։ Մեր առողջության հաշվին, այս մարդիկ որոշել են հարստանան։